Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները 3 օրով հետաձգվել են։ Փետրվարի 1-ի փոխարեն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Աբու Դաբիում կհանդիպեն փետրվարի 4-ին եւ 5-ին։ Հետաձգման պատճառը հայտնի չէ, բայց Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Ուկրաինայի հարցով անվտանգության խմբի հանդիպումները։ Մենք բաց ենք բանակցությունների համար։ Գիտեք, գործընթաց կա աշխատանքային խմբերի միջոցով։ Մենք ողջունում ենք սա եւ պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շահերից ելնելով։ Կիևը շահագրգռված է բովանդակային քննարկմամբ։ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկման։ Շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքը մեզ ավելի մոտեցնի պատերազմի իրական եւ արժանապատիվ ավարտին։ Չնայած Զելենսկին մերժել է Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման հրավերը, Պուտինի խոսնակն այսօր պնդել է, դա է Կրեմլի պայմանը։ Զելենսկին առաջարկում է շփումներ։ Պուտինը ասաց, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Սա մնում է մեր դիրքորոշումը։ Մինչ Աբու Դաբին ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ բանակցություններ են եղել Ֆլորիդայում։ Հանդիպումից մանրամասներ չեն հրապարակվում։ Բայց թե Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դիմիտրիևը, թե Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել են արդյունավետ եւ կառուցողական։ Մենք ողջավորված ենք այս հանդիպումով, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանը աշխատում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու ուղղությամբ, եւ մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգների նախագահին ամուր եւ երկարատև խաղաղության որոնման գործում նրա կարևոր դերի համար։ Արդյոք Մայամիում Դիմիտրիևի հետ հանդիպումն է Աբու Դաբիում բանակցությունների հետաձգման պատճառը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները, որոնք մասնակցել էին Աբու Դաբիում նախորդ հանդիպմանը, փետրվարի 1-ի բանակցություններին չեն մասնակցի։ Նա նաև չէր բացառել, որ Սպիտակ տունը ներկայացուցիչներ կարող է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հետաձգված բանակցությունների ֆոնին ռուս-ուկրաինական ճակատում զենքերն ավելի կատաղի են գործի դրել ռուսական եւ ուկրաինական ուժերը։ Կիևը երկրի տարբեր հատվածներում բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին է հայտնում։ Դնեպրոպետրովսկի մարզի Պովլոգրադ քաղաքում հանքագործներ տեղափոխող ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից առնվազն 12 մարդ է զոհվել, հայտնել է քաղաքապետը։ Զոհվածները Ուկրաինայի ամենախոշոր մասնավոր էներգետիկ ընկերություններից մեկում էին աշխատում։ Ուկրաինայի փոխվարչապետը հարվածն անվանել է ցինիկ եւ նպատակային հարձակում, նկատի ունենալով էներգետիկ հրադադարը, որը Մոսկվան ընդունել է Թրամփի խնդրանքով։ Մայրաքաղաք Կիևում էներգետիկ ճգնաժամը հաղթահարել դեռ չի հաջողվում։ Քաղաքում սառնամանիք է, ցերեկը -20, գիշերը -27 աստիճան է։ Գրեթե 700 բնակելի շենք առանց ջեռուցման է։ Էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի նախորդ հարձակումների պատճառով, հայտնել է փոխվարչապետ Դենիս Շմիգալը։ Ռուսաստանի զինված ուժերի թիրախում են նաև Ուկրաինայի լոգիստիկ հանգույցները։ Վերջին օրերին Ուկրաինան անդադարահազանգում է Դնեպրի, Սումիի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների մասին։ Դնեպրի մարզում ավտոբուսի վրա Ռուսաստանի կատարած հարվածը հանցագործություն է, բացահայտ հանցագործություն, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրման համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իրենք հարվածել են ուկրաինական բանակին ծառայող տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Զոհերի մասին է հայտնում նաև ռուսական կողմը։ Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով գիշերը հակաօդային պաշտպանությունը ուկրաինական 31 անօդաչու է խոցել Բելգորոդի, Ռոստովի, Աստրախանի, Բրյանսկի, Կուրսկի մարզերում եւ Կրասնոդարի երկրամասում։ Դաշնության պաշտպանության նախարարությունը նաև նոր տարածքներ գրավելու մասին է հայտնել։ Ռուսական ուժերը գրավել են Խարկովի մարզի Զելենոյե գյուղն ու Դոնեցկի մարզի Սոխոցկոյե բնակավայրերը։ Մարիամ Ամիրջանյան, Նանի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։